Պատեցիք, որ ես ժողովրդի հետ հանդիպումների մասին ուզում եմ տեղեկացնեմ, ես ձեզ հավաստիացնում եմ, որ ժողովրդի հետ հանդիպելը դա ոչ թե ինչ որ խնդիր է կամ խնդրեմ է, որի համար պետք է նախատել, այլ հակառակը, դա ամեն քաղաքական գործի թասիբն է նաև։ Եվ ես ձեզ օրինակ խորհուրդ եմ տալիս, հենց դուք գնացեք վարչապետի հետ միասին, գնացեք այդ գյուղերը, գնացեք Արևիկ գյուղը, այնտեղ ձեզ սպասում են։ Գնացեք այդ հարցերը իրենց հետ քննարկեք։ Ես ձեզ մի հատ պարզ հարց եմ տալիս, քանի որ այս հարցը համակարգային հարց է, կառավարությունը առանձին այդ հարցը չի կարող լուծել, կենտրոնական բանկը առանձին վերցած չի կարող լուծել, բանկերը չեն կարող լուծել։ Ես ձեզ առաջարկում եմ ազգային ժողովի նախագահի կարգավիճակ ունեք, դուք իրավունք ունեք հրավիրել նման լսումներ, որը միգուցե միջգերատեսչական մոտեցում կձևավորի այս հարցի լուծման համար ոչ ոք ավելի լավ չի կարող այդ առաքելությունը կատարել, քան ազգային ժողովը։ Հիմա ես ուղիղ հարց եմ տալիս, դուք որպես ազգային ժողովի նախագահ այդ լիազորությունը կարող եք օգտագործել եւ կանեք նման բան, որ իսկապես հրավիրեք լսումներ այս հարցով, որը հուզում է 100 հազարավոր մարդկանց։ 100 հազարավոր մարդիկ, յուղացիներ, իրենց ընտանիքները հիմա նոր տարուց առաջ հայտնվել են ծանրագույն վիճակում եւ որևէ հեռանկար չեն տեսնում ապագայում իրենց խնդրի լուծման համար։ Սա մեր տնտեսության խնդիր է, սա իսկ մեր ժողովրդի հավատի խնդիր է։ Ինչն է ձեզ խանգարում օգտագործել ձեր լիազորությունները այս հարցը լուծելու համար, կենսական հարցը։ Ես չեմ կարծում ժողովրդին հանդիպելը միայն ձեր իրավունքն է եւ դուք եք հանդիպում, առավել եւս եթե խոսքը ինձ է վերաբերվում, այդտեղ կարծում եմ ինչ որտեղ վերապահում պիտի ունենա, որովհետեւ շատերը կան, որոնք իմ չափ ժողովրդի հետ չեն հանդիպում եւ ձեր ասած խնդիրները ոչ թե միայն դուք գիտեք, այլև գիտի նաեւ կառավարությունը։ Եթե լսումներ եք ուզում, որ հանձնաժողովում դուք անդամագրվել եք, այդտեղ խնդիրը բարձրացրեք եւ կատարեք լսումներ, որևէ խնդիր այստեղ ես չեմ տեսնում։